Նորից բարեզես, ուրեմն ես արդեն խոսել եմ ընթերցվող ֆիլմերի կինոդպրոցի մասին։ Այո, իրականում գոյություն ունի եւ իմ կողմից արդեն հիմնադրվել է ընթերցող ֆիլմերի կինոդպրոց։ Ինչ է նշանակում կինոդպրոց ընթերցող ֆիլմերի։ Տեսեք, ընդհանրապես ընթերցող ֆիլմերը ինքը իրանք շատ անսովոր ֆիլմեր են, այսինքն հասկանալի է, որ կադրին հետևում է պատմությունը զարգացնելու համար եւ տանելու միջև ավարտ։ Եվ դիտարկող ֆիլմեր, այսինքն կան դիտարկող ֆիլմեր, դիտվող ֆիլմեր եւ կան ընթերցող ֆիլմեր։ Ուրեմն դիտվող ֆիլմերը ուղղակի մարդիկ նայում են հաճույքի համար, ինչ որտեղ հանգստանալու համար, ինչ որտեղ հոգսերից հանգստանալու համար հասկանալի է դա։ Ընթերցվող ֆիլմերը ընդհակառակը ունեն ֆունկցիա, եւ որը եթե դիտվող ֆիլմերն եմ ասում կադրը հաջորդում է կադրին, որպեսզի պատմությունը զարգացնի, ընթերցող ֆիլմերի ժամանակ կադրը հաջորդում է կադրին ու բացի որ պատմությունն է զարգանում, կադրը փոխարինում է խոսքին։ Եթե կարելի այդպես ասել։ Այսինքն կադրի մեջ, երբ որ կան դետալներ, ատրիբուտիկաներ, իրեր, առարկաներ, իրանք լրացնում են խոսքը, տեքստը, նպաստում են ինֆորմացիայի տարածմանը։ Եվ հակառակը, այսինքն չէ, այսպես ասեմ, պատկերացրեք կադրը սկսում է ինչ-որ դետալներով, սիմվոլիկ դետալներով, ասենք կարող է կոտրված բաժակ, ինչ-որ այնտեղ կերակուրի մնացորդներ, ասենք օրինակ օղուշիշ չդատարկված վիճակ, պատին լուսանկար, այդ բոլորը իրանք հող են ստեղծում, որպեսզի հերոսի կամ հերոսների խոսքի ասենք զարգացնեն, նպաստեն, լրացնեն այդ խոսքը, գնում է դետալային պատկեր, կադրից հետև գնում է խոսակցություն, հետո գալիս է միանում է դերասանին ու դերասանուհուն եւ իրան երկխոսությունը ինֆորմացիա տալիս։ Կա եւ հակառակ կողմը, երբ որ խոսքը դերասանի եւ դերասանու երկխոսությունը կատարում է հենց կադրի մեջ, հետո կամերան շարժվում է եւ հերոսները մնում են կադրից դուրս եւ իմաստը ամբողջ այդ խոսքերի իմաստը առարկանայական ձևով ներկայացում է կադրում։ Այսինքն նման կադրերը կարելի է ընթերցել, պետք է ընթերցել, այ ոչ միայն դիտել, այլ ընթերցել։ Ասեմ, որ իմ ֆիլմերից մեկի ցուցադրումը երբ որ եղավ Միացյալ Նահանգներում, մեր կողքի քաղաքում, իհարկե բազմաթիվ բաներ եղան, մեկնաբանություններ եղան, գնահատականներ եղան, բայց ամենամեծ գնահատական ինձ համար նա էր, որ Դեվիդ անունով մի հատ մարդ միջին տարիքի բարձրացավ, ասեց Արթուր, քո ֆիլմը մեկ անգամ նայելու ֆիլմ չի, եւ քո ֆիլմը չի կարելի է նայել պոպկորնով, սա պոպկորնով, այսինքն ադբուդիով նայող ֆիլմեր չեն, սրանք բավական լուրջ ֆիլմեր, եւ ես իրոք դա համարում եմ իմ ամենամեծ գնահատականը մինչեւ օրս իմ ֆիլմերի։ Այսօր ընթերցող ֆիլմը կանթերնելի է առարկայական, բուտաֆորիայի, պատկերի հետ մինչև բանը, հերոսի եւ հերոսու կամ հերոսների երկխոսությունը։ Այսինքն կարող է կենցաղային առարկաները հող նախապատրաստեն զրույցի թեմային, կամ զրույցը շարունակական դառնա ու սիմվոլացվի բանը իր զրույցի թեման առարկայական ձևով, կոնկրետ ասենք, կենցաղային առարկաները դառնում են հերոս ֆիլմի, այնպես ինչպես որ հերոսները։ Եվ շատ անգամ նույնիսկ ընթերցող ֆիլմերում բանը տեքստը, ինֆորմացիան մի քիչ ետին պլանը, առաջին պլանում բանն է, կադրն է, որը խոսում է, որը պատմում է, եւ դա ընթերցել է պետք։ Հələ ոչ թե մա դիտել անցնել, այլ ընթերցել է պետք։ Վառ օրինակ ինձ համար միշտ եղել է Անդրեյ Տարկովսկու զոհաբերությունը, ես միշտ ասել եմ ու միշտ էլ կասեմ։ Եվ ոչ միայն զոհաբերությունը բանում առավել սուր, ասենք դա զգացվել է Ստալկերում։ Եվ ինչ որտեղ նաև նոստալգիայում։ Եվ հիմա ես հայտարարում եմ, որ բացվել է մեզ մոտ Ֆլորիդայի նահանգում, ես հիմնադրել եմ դպրոց, որը կոչվում է ընթերցող ֆիլմերի հեղինակային դպրոց։ Եթե հետաքրքրած ես, խնդրեմ իմ YouTube-յան բաժնում Արթուր Թումասյան բաժանորդագրվեք, հետևեք իմ էջում Facebook-ում եւ դուք ավելի իմանաք։
Ես ուզում եմ դպրոցը սկսի իր գործունեությունը, երբ որ սկսա հավաքեմ ուսանողներ, բայց ուսանողներ հավաքելուց առաջ ես շատ պետք է խոսեմ այդ մնացին, որպեսզի շատ տարածի ինֆորմացիան։ Այսօր մի քիչ խոսացի ընթերցող ֆիլմերի մասին, այդ գաղափարի մասին, բայց այդ գաղափարը շատ ծավալուն է։ Այդ գաղափարը սկսում է ձեր առաջի խոսքից, որպես ուսանող, ձեր առաջի տեքստից, որպես ուսանող, եւ զարգանում դառնում է պատմություն, սցենար եւ ֆիլմ։ Իսկ այդ ամբողջ ծրագիրը ո՞նց է աշխատում, մեկամյա ծրագիր է։ Ես դրա մասին մեկ ուրիշ տեսանյութում կներկայացնեմ ձեզ։ Հիմա խնդրում եմ նյութը տարածեք, ինչքան հնարավոր է, եթե հետաքրքրողներ կան, կարող եք ինձ գրել, մենք կխոսենք, կհանդիպենք, կխոսենք։ Լավ մնացեք, եթե հարցեր ունեք, սպասում ձեր հարցերին։